Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստեմ տավարի մսով ռուլետներ լցոնած։ Ցույց տամ հիմա ձեզ ինչ եմ անելու, վերցնելու եմ աղացած միս, սոխով, պղպեղով համեմված աղով։ Վերցնելու եմ դափնու տերև։ Վերցնելու եմ գազար, բուլղարական պղպեղ, կարմիր ու կանաչ, վերցնելու եմ մարինացված վարունգ, վերցնելու եմ մանանեխ, ծող երկու գույնի, կարմիր ու սպիտակ, կանաչ խնձոր, վերցնելու եմ գազար ու նեխուր։ Հիմա սիրելիներս, մինչ այդ պատրաստում եմ կարմիր կաղամբով կողքի բանջարեղեն։ Ու կարմիր կաղամբի մեջ ինքը թթու չի, ոչ մի բան չի, ուղղակի մարինացված կաղամբ է։ Հիմա ցույց կտամ ձեզ, ինձ թվում է, որ Հայաստանում էլ կա մարինացված կաղամբ։ Շատ համեղ է լինում կանաչ խնձորով, սիրելիներս։ Հիմա լցնում եմ կանաչ խնձորը, լցրեցի կանաչ խնձորը եւ սկզբից հիմա ցույց եմ տալիս ձեզ։ Հետո նոր կշարունակենք։ Հիմա նայեք, կանաչ խնձորը այսպես խառնում եմ, թողում եմ կաղամբի հետ մի քիչ եփվի։ Ոչ մի բան պետք չի, ոչ աղ, ուտողը թողանի աղ ու պղպեղ աղացած։ Սիրելիներս, գցում եմ 1 հատ դափնու տերև։ Կողքի ուտեստ ռուլետների հետ լինելու է նաև խաշած կարտոֆիլ։ Դե սիրելիներս, հիմա ձեզ ցույց եմ տալու, թե ինչպես են պատրաստում ռուլետները։ Հիմա ցույց կտամ։ Վերցնում ենք մանանեխը, այսպես։ Քսում ենք մսի վրա։ Մանանեխը քսելուց հետո դնում եմ բեկոնը։ Արել եմ աղ, սև պղպեղ։ Հիմա սիրելիներս դրեցի թթու վարունգը, գազարը եւ կարմիր ու կանաչ պղպեղը եւ սոխը եւ հիմա տալիս ենք ռուլետի տեսք, փաթաթում ենք ռուլետի տեսք ենք տալիս մեր ուտեստին։ Հիմա սիրելիներս նորից դնում եմ բեկոնը։ Հիմա պետք է դնեմ աղացած միսը այսպիսի վիճակով հիմա։ Ինչի՞ աղ ու պղպեղ չեմ անում, որովհետեւ աղ ու պղպեղը արդեն մսի մեջ է։ Մսի մեջ արել եմ աղ, պղպեղ եւ սոխ։ Այսպես դնում ենք ու հիմա միայն դնում ենք գազար մսի մեջ եւ նորից ռուլետի տեսք տանք։ Այսպես ցիկ, ասել եմ ինչքան ուժ ունեք, ցիկ փաթաթեք։ Սա մեր ռոլադների վերջացրած տեսքն է, արդեն պատրաստ է տապակվելու։ Վերցրել եմ մի 50 գրամ կարակ տապակելու համար։ Ռոլադները այսպես սիրուն շարեմ մեջը։ Ռուլետները պետք է երկու կողմից, որ կարողանաք 4 կողմից սիրուն տապակեք, ավելի լավ է։ Սիրուն գույն։ Ես ձեզ կցուցադրեմ, երբ որ տապակեմ վերջացնեմ։ Տապակում է այնքան ժամանակ, սրան ժամ չունի, որ հետո հարցնեք ինձ, ասեք, քանի ժամ տապակեցիր։ Սիրուն կտապակեք, երբ որ զգաք, որ արդեն բոլոր կողմերից տապակված է, ուրեմն մյուս գործողությունը։ Տապակում ենք սոխը, գազարը եւ նեխուրը։ Սա էլ մեր ռուլետների վերջնական տեսքն է տապակելուց հետո։ Հիմա մենք այս բոլորը կտապակենք ու կլցնեմ եռացրած ջուր։ Ռուլետները կդնեմ մեր եռացրած ջրի ու այս ամբողջի հետ միասին պետք է եփվի երևի մի ժամ կամ ավել։ Ես կասեմ ձեզ։ Եփելու ենք նորմալ կրակով, շատ արագ կրակել պետք չի, սիրելի հետևորդներ ջան։ Այս ամբողջը ես ջուրն էլ առանցին եռացնում եմ, այս ամբողջը ես հիմա մի քիչ տապակեմ, հետո ջուրը կլցնեմ վրան ու ռուլետները կդնեմ մեջը, թող միասին տապակվեն։ Մի քիչ տապակեցի նեխուրը, սոխը ու գազարը, ռուլետները
դրեցի մեջը որ էփվի։ Չգիտեմ ինչքան կեփվի, բայց պետքա լավ փափուկ լինի։ Ու վերցնելու եմ, չեմ մոռանում ասել, ձեզ կարմիր գինի, մի 200 միլիլիտր։ Ահա։ Այսպես։ Պետք է այնքան հետը էփվի, սիրուն գինու համը անուշ, որ տա իրա մեջ։ Արդեն համարյա թե էփած է ռուլետները։ Հիմա պետքա մի քիչ էլ էփի, մի հատ միսը փորձեմ, էփած է թե ոչ, ու դրանից հետո արդեն բլենդերով պետք է մանրացնեմ, այս գազարը, ինչ որ մեջը կա, պետք է մանրացնեմ, բացի դափնու տերևից, ու հանեմ, ու նորից միսը դնեմ մեջը, նորից իրար հետ, արդեն իրա այս ամբողջ սոուսով էփի, սիրելիներս, տեսեք ինչ գեղեցիկ գույն ունի, կարմիր գինիով, ես վերցրել եմ 100 միլիգրամ գինի, բայց դուք կարող եք հանգիստ 200 միլիգրամ վերցնեք, ու ասեմ ձեզ, մատուցում եք, տեսել եք, կարտոֆիլի և կարմիր կաղամբի հետ միասին, սոուսը դցնում եք կարտոֆիլի վրա, լցնում եք ռուլետների վրա, նշանակություն չունի, շատ համեղա լինելու։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, արդեն բլենդերով մանրացրեցի, սարքեցի սոուս, սիրելիներս։ Հիմա դառավ շատ համեղ սոուս, ոչ մի բանի հետ աղ չէի գցել։ Ինչ որ կար, մսի մեջ դրել էի այդ տեսակ դուք արդեն սիրելիներս։ Հիմա ռոլադները այս րոպեից պետք է դնեմ մեջը արդեն։ Հետո մի բան էլ ասեմ, չմոռանամ։ Ես տունը բանը չունեի, սիրելի հետևորդներ ջան, թել են ծախում հատուկ, որ կարող ես ռուլետները կապես։ Բայց որ ես չունեի թելից, դրա համար ես փայտով իրար կպցրեցի, ամրացրեցի, որպեսզի չքանդվեն իրարից, բայց հեսա մի քիչ հետո փայտերը կհանեմ արդեն։ Սիրելի հետևորդներ, ասեմ ձեզ իմանաք, սոուսը բանջարեղենի հետ հեփվեց համարյա թե մի ժամ։ Հիմա երևի մի 40 րոպե էլ այսպես կեփեմ ու կհամարենք ավարտված։ Չմոռանամ ասելու մեկ էլ, սիրելիներս, այս ուտեստը պատրաստելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Դրա համար, եթե ցանկանաք պատրաստել, անպայման ձեզ ժամանակ վերցրեք։ 1-2 ժամով չի, կարգին, տեղը-տեղին պետք է պատրաստվի։ Ու հետո չմոռանամ ասեմ, այս ուտեստը գերմանացիները ուտում են Սուրբ Ծնունդին։ Իրանց սեղանի ամենաթանկ, ամենալավ հյուրի առաջ իրանք էս են հրամեցնում, որովհետև ամենալավ ուտելիքներից մեկն է։ Ու այս ուտելիքը կոչվում է Weihnachtliche Rouleten mit Rotkraut und Kartoffeln oder mit Knödel, mit Soße, mit alles drum und dran, սիրելիներս։ Այդ մասն էլ ձեզ համար հատուկ, իմ սիրելի հետևորդներ, գերմաներեն։ Դե սիրելի հետևորդներ ջան, հիմա ուզում եմ փորձեմ, նայեմ տեսնեմ, այս որ մեկն է, նայեք սիրելիներս, մսով նայեցի, աղացած միսն է։ Հիմա տեսեք ինչքան սիրուն էփած է մեջը, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա փորձում եմ ձեզ համար։ Հիմա կփորձեմ համը։ Սիրելիներս, հիմա պետք է կաղամբից էլ փորձեմ, կարտոշկան ու միսը, խոսք չկա, անմահական։ Ժողովուրդ ջան, անմահական համ ունի, իսկապես եմ ասում, պատրաստեք անպայման, կնկարեք ու կուղարկեք։ Ես էլ հպարտանում եմ, որ դուք պատրաստում եք, ինչ ասեմ, անուշարեք, մենք էլ ենք անուշանելու, դուք էլ անուշարեք, ու տեսեք Ռոզատատիկը ինչ համով, հոտով ուտելիքներ է պատրաստում ձեր համար։ Ինչ է մեզ մնում, հետևել, հավանել և տարածել։ Մնացեք միշտ ինձ հետ, իմ հավատարիմ հետևորդներ, ավելի լավ է ավելանաք, բայց չպակասեք, սիրելիներս, ստեսություն, ձեզ բոլորիդ սիրող Ռոզա Տատիկ։